երեկո հարգելի հետևորդներ, օրվա կարևոր նորություններով եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արյունալի բախումներ, լեփլեցուն դիահերձարաններ, հրկիզված մզկիթներ, ինչի միջով է անցնում Իրանը։ Չկա կապ, չկա պատասխան, ինչ է սպասվում Իրանի և Սիրիայի հայերին։ Դատարանը մերժել է Արշակ Սրբազանի փաստաբանի բողոքը, ինչ է սպասվում Արշակ Սրբազանին։ Երևանը արձագանքել է Սալավյովին, Ռուսաստանի Դաշնության դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել։ Թբիլիսիի դատարանը հաստատեց վճիռը, քանի տարի ազատազրկման դատապարտվեց Վրաստանի նախկին վարչապետը։ Նախ հարևան Իրանի մասին, որտեղ արդեն 2 շաբաթից ավելի շարունակվում են մասսայական բողոքի ակցիաները։ Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 500-ից ավել զոհի և 10,000-ից ավելի ձերբակալվածների մասին։ Թեհրանից ստացվող տեղեկությունները սարսափեցնող են։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվն այնքան մեծ է, որ դիերը տեղափոխվում են բեռնատարներով։ Լեփլեցուն են նաև հիվանդանոցներն ու դիահերձարանները։ Ավելի լավ պատկերացնելու համար նշեմ, որ Թեհրանի մերձակայքում նկարահանված տեսանյութերից մեկում BBC-ն ֆիքսել է մոտ 180 դի, որոնց մի մասը սև պարկերի մեջ դրված են բաց երկնքի տակ։ Իրանի իշխանությունը փողոցում տեղի ունեցածը այլ կերպ է ներկայացնում։ Նախագահը երկիրը ավերող ցուցարարներին ահաբեկիչներ է անվանում, իսկ արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ պնդում է, որ երկրում տեղի ունեցածը բողոքի ցույցեր չեն, այլ արտաքին ուժերի կողմից հրահրված ահաբեկչական գործողություններ։ Արաղչին նաև հայտարարել է, որ վիճակը ամբողջությամբ վերահսկվում է, թեպետ վերջին օրերին անկարգությունների ընթացքում հրկիզվել է 53 մզկիթ։ Այնինչ տեղի է ունենում հիմա բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի։ Հունվարի 8-ից 10-ը ցուցարարների շրջանում եղել են զինված ահաբեկիչներ, որոնք կրակել են անվտանգության ուժերի, ոստիկանության և քաղաքացիական անձանց վրա։ Նրանց նպատակն էր ավելացնել զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվն աճի։ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասում է, որ կարելի է կրակել ցանկացած մեկի վրա, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց։ Իսկ Իրանի վերջին շահի որդին հանդես է եկել նոր ուղերձով, հայտարարելով այսպես կոչված ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով վերջին 2 շաբաթվա ընթացքում զանգվածային ցույցերը ցնցել են իշխող ռեժիմի հիմքերը։ Մենք չենք նահանջի, Իրանի ազատությունը մոտ է, մենք միայնակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կժամանի։ Իսկ ինչպես ստացվեց, որ Իրանում ներքին լարվածության ֆոնին քաղաքական ակտիվ խաղի մեջ մտավ շահի ժառանգը։ Ով է նա և ինչ ազդեցություն ունի երկրի ներսում, Սեդա Մակարյանն է պատմում։ شما با حضور گسترده و شجاعانه Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահի Մուհամմադ Ռեզա Փահլավի ժառանգն է, որը Իրանում իշխանափոխության կոչերով է հանդես գալիս։ Վաշինգտոնում բնակվող 66-ամյա գործիչը բացահայտ դիմում է իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ վերջ դնել Իսլամական Հանրապետության իշխանությանը։ Փահլավին տարիներ շարունակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ ըստ տարբեր աղբյուրների վայելում է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, երիտասարդ տարիներին ծառայել է շահական զինված ուժերում, իսկ 17 տարեկանում մեկնել Միացյալ Նահանգներ ռազմական օդաչուի պատրաստություն անցնելու։ Նա ուսումնառություն է ստացել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում Ռիզի ռազմաօդային բազայում, պատրաստվելով կործանիչ ինքնաթիռների օդաչուի մասնագիտությանը։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Փահլավին այդպես էլ չվերադարձավ Իրան։ 7 տարեկանում ինքնահռչակված գահաժառանգը երբեք չգահակալեց, իսկ հորմահից 1 տարի անց դարձավ Փահլավիների տան ղեկավարը։ Միացյալ Նահանգներում գտնվելու տարիներին նա չի դադարել կոչ անել Իրանին անցնել դեմոկրատական աշխարհի կառավարման համակարգին։ Փահլավին 3 գիրք է գրել Իրանի մասին։ Գահընկեց շահի ժառանգը առավել հայտնի է իր բացահայտ արևմտամետ դիրքորոշումներով։ Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան եւ ստանձնել երկրի ղեկավարությունը, վերականգնելով մենիշխանությունը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ վերջին օրերին Իրանում արձանագրված անկարգությունների քաղաքական ֆոնին շահի ժառանգի դերակատարումն ու ազդեցությունը հաճախ ուռճացվում է։ Նրա խոսքով Փահլավին չունի լայն աջակցություն Իսլամական Հանրապետությունում, թեև ակտիվորեն ներգրավված է արտաքին քաղաքական հարթակներում։ Հատկանշական է, որ Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ընթացքում Փահլավին հայտարարել էր, դրանք վիթխարի ծառայություններ են մատուցում Իրանի ժողովրդին։
12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբակոծելու, ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով, ինչը ըստ էության չի կարելի որևէ պարագայում, եթե նույնիսկ գործ ունես քեզ համար, ասեմ այսպես, անընդունելի վարչակարգի հետ քո հայրենիքում, բայց այսուհանդերձ մենք դա տեսանք, ուստի չի բացառվում, որ հենց իսրայելական կողմից էլ փորձ է կատարվում նրա կերպարը ուռճացնել։ Վերջին հայտարարություններում Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցիներին գրավել քաղաքների կենտրոնները եւ պատրաստվել իր վերադարձին։ Այդ կոչերից հետո, ինչպես հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, երկրում արձանագրվել են զինված ահաբեկչական հարձակումներ։ Ռեզա Փահլավին մի քանի անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում սպասվում է հերթական հանդիպումը։ 2 տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Իսրայել, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հենց Նեթանյահուի կամ իսրայելական, այսպես վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թրամփն էլ խոստովանում է, ճանաչում է Ռեզա Փահլավիին, ասում է, լավ տղա է։ Սեդա Մակարյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին ինչ տեղեկություններ կան Իրանում ապրող հայերից։ Ըստ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի, ինտերնետի անջատման պատճառով անցած շաբաթվա վերջից հնարավոր չի լինում նրանցից տեղեկություններ իմանալ։ Գործընկերոջս հարցին, թե հնարավոր է տարհանում կազմակերպել, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասել է. «Չունի բավարար տեղեկություն, որպեսզի կարողանա խոսել տարհանման մասին»։ Իրանում ու Սիրիայում մեր հայրենակիցների վիճակը փորձել է պարզել գործընկեր Անի Աբաղյանը։ Սիրիայի եւ Իրանի հայկական համայնքներն անորոշ ու անհանգիստ են պայթյունների, կրակոցների կենտրոնում։ Իրանի հայկական համայնքից մեկ զոհ կա, նա միացել էր զանգվածային ցույցերին։ Արամ Շահնազարյանի խոսքով այլ տուժածներ չկան։ Հայ համայնքի հետ կապված նորմալ վիճակում են, որևէ տենց սպառնալիք չկա, արդեն համայնքի անվտանգությունը ընդհանուր առմամբ որևէ բան չի սպառնում։ Իրանում գործող միակ լրատվամիջոցի Թասնիմի փոխանցմամբ էլ շաբաթ գիշերվանից սկսած մի քանի մարզկենտրոններից բացի երկրի մյուս նահանգներում եւ քաղաքներում իրավիճակը եղել է հանգիստ ու առանց լարվածության, մինչդեռ մամուլում շրջանառվող տեղեկությունները հակառակի մասին են պատմում։ Իսկ ինչ վիճակ է հայ համայնքում այսօր, ինչ որոշում ունեն հայերը, շարունակելու են մնալ Իրանում, թե տեղահանության կարիք ունեն։ Հարցերի պատասխանը չունի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու։ Մեր հարցին հեռախոսակապ չհաստատելու դեպքում հնարավոր է հանձնախումբ ուղարկել տեղում վիճակին ծանոթանալու Սինանյանն ասաց. կարիք չեն տեսնում անվտանգային ռիսկերը հաշվի առնելով։ Իսկ փոխվել է Իրանից Հայաստան մարդկանց հոսքը։ Այս հարցին եւս Սինանյանը չուներ պատասխան։ Այդ շարժը միշտ կա, բայց թե ինչ ծավալների են, ես ճիշտ ասած չգիտեմ, այս պայն մեզ եթե մինչև երեկո այդ նույն հարցը տակ պատասխանենք ավելի կոնկրետ։ Մայր գաղութներից մեկում Սիրիայում եւս անհանգիստ են հայերը։ Որոշակի քանդումներ, թուրբադուհան աբագիներու փշրում, նմանագիծ ավերներ, բայց փառքաստիծով որ մարդկային վնասներ չարձանագրվեցավ, ոչ զոհեր, ոչ վիրավորներ։ Սիրիայում հայկական թաղամասերի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներն են զինվորական գոտիներ դարձել։ Ամենափոքր բախումն էլ ազդեցություն է ունենում հայերի վրա։ Մարիա Գաբրիելյանի խոսքով վերջին շրջանում հայերի բնակարաններ, մեքենաներ են վնասվել։ Ինչ որոշում ունի Հայաստանը սիրիահայերի համար։ Զարե Սինանյանն է անդրադառնում։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցաով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Իրանի եւ Սիրիայի հայ համայնքներից ինչ տեղեկություն ունի արտգործնախարարությունը։ Կարողացել են կապ հաստատել հատկապես իրանահայերի հետ։ Հարցին ի պատասխան արտգործնախարարի խոսնակն ասել է.
Իրանի մասով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին տվյալներ այս պահին չկան։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այս պահին հասանելի են շուրջօրյա բջջային հեռախոսահամարները։ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ հաշվի առնելով, որ սիրիահայերի դիմումները հիմնականում առնչվում են հյուպատոսական ծառայություններին, հունվարի 13-ից քաղաքացիներին սպասարկելու են նաև հյուպատոսության քաղաքային հեռախոսահամարները, որոնք հրապարակված են սոցիալական հարթակներում։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին դատապարտել են 5 տարվա ազատազրկման և 1 միլիոն լարի տուգանքի։ Գլխավոր դատախազության պնդմամբ նախկին վարչապետը ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը։ Վրաստանի կառավարության նախկին ղեկավարին մեղադրում են վարչապետ եղած ժամանակ անօրինական բիզնես ունենալու համար։ Շվեյցարիայի հայ համայնքում լարվածությունը հասել է գագաթնակետին։ Պատճառը Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետի Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված բարենորոգման գործընթացին աջակցություն հայտնելն է։ Համայնքի որոշ անդամների կարծիքով վարդապետի վարքագիծը հակասում է հոգևորականի բարոյական չափանիշներին։ Ինչ է կատարվում Շվեյցարիայի հայ համայնքի ներսում, ռեպորտաժում։ Գրեթե դատարկ եկեղեցում է պատարակ մատուցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետը։ Շվեյցարիայի միակ հայկական եկեղեցում վերջին պատարակն առանց հավատացյալների է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո սրվել են համայնքի ու թեմի առաջնորդի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Եկեղեցու դեմ արված հայտարարությունը քննադատել է նաև եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը, որից հետո Գուսան վարդապետը որոշել է լուծարել այն, պատճառաբանելով, թե եկեղեցում պատարակներ չեն մատուցվում։ Որպես Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, հայ եկեղեցու կանոնների համաձայն ինձ լիազորված իշխանությամբ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ 2026 թվականի հունվարի 7-ից սկսած լուծարված եք։ Ինչպես նախորդ տարիներին, անցյալ 2025 թվականին եւս մեկ անգամ իսկ ծխական խորհրդի ժողով չեք գումարել։ Իսկ 7 ամիս է արդեն մեկ պատարակ չեք կազմակերպել հակառակ մեր բոլոր հորդորներին, բարոյական եւ նյութական օգնության։ Ի պատասխան վարդապետի որոշմանը հայկական եկեղեցու ծխական խորհուրդը պատասխան գրություն է ուղարկել։ Գրության բովանդակությունից պարզվում է, որ վարդապետը համայնքում ընդունելի չի եղել վաղուց։ Ծայրագույն վարդապետ Գուսան Ալջանյան, դուք պատճառաբանում եք, որ տևական ժամանակ սուրբ պատարակ չեք հրավիրել։ Այո, ճիշտ եք, տևական ժամանակ, որովհետև արդեն նկատել էինք ձեր տարօրինակ վարքագիծը, ինչը բացահայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ Պետրոս Ղազարյանի մոտ։ Սկզբից մինչև վերջ զբաղված էի կեղծիկ ու զրպարտանք տարածելով, որը ոչ մի կերպ հարիր չէ բարոյական որևէ մեկին, առավել եւս բարձրաստիճան հոգևորականին։ Անսահման ամոթ զգացինք, որ մեր ծխի հոգևոր դասյարակությունը կուրորեն վստահել ենք ձեզ։ Ըստ գրության թեմի առաջնորդի տեղապահն ամեն պատարակի համար 100 եվրո է պահանջել, չնայած կայուն աշխատավարձ ու փոխադրամիջոց է ունեցել։ Շվեյցարիայի հայ համայնքը տևական ժամանակ դժգոհելով Գուսան վարդապետից նրա դեմ ստորագրահավաք է կազմակերպել եւ ուղարկել է մայրաթոռ վեհափառին։ Մենք լինելով նորաստեղծ ծուխ, փոքր ու սահմանափակ ֆինանսական միջոցներով հնարավորինս ջանացել ենք հրավիրել պատարակներ, հոգացել վարձակալվող եկեղեցու եւ ձեր ծառայության ծախսերը։ Ավելին, ակտիվորեն աշխատել ենք հանուն մեր ազգային հոգեվոր արժեքների պահպանման։ Հենց սրա համար էր, որ ընդդիմացանք շվեյցարահայության ձեզ ծառայությունից հեռացնելու պահանջին, նամակով խնդրեցինք ամենայն հայոց վեհապառին, որ մի հնարավորություն եւս տրվի ձեզ ծառայելու։ Նա էլ ընդառաջելով մեր թախանձանքին իր աստվածային մեծահոգությամբ ու հայրապետական ներողամտությամբ, չնայած ձեր բազմաթիվ սխալներին ու թերություններին, հնարավորություն տվեց ծառայությունը շարունակելու, նաև շտկվելու, կատարելագործվելու, դառնալու իսկական հոգևորական։ Եթե պետք է եկեղեցին բարենորոգվի, հայ հոգևորականի կերպարն էլ վերականգնվի, ապա նախ պետք է ազատվել հենց նրա տեսակից։ Մեծ հետ զրույցում այսպես նկարագրեցին Գուսան վարդապետին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Ներկայանալ չցանկացան, ասացին համայնքում նոր սեպ խրել չեն ցանկանում, բայց զգուշացնում են վարդապետի նպատակը նեղանձնական է, արդեն քանի տարի ջանք չի խնայում, միայն թե եպիսկոպոս ձեռնադրվի։
Հայկական եկեղեցում պատարակներ դեռ կլինեն, ասում են եկեղեցու ներկայացուցիչները։ Խոստանում են, նվիրատվությունները կծառայեն հավատավոր համայնքի ներկայացուցիչներին, բայց նախ անհրաժեշտ է նոր առաջնորդ ունենալ։ Իսկ մինչ վեհափառը որոշում կկայացնի թեմի առաջնորդական տեղապահի փոփոխության մասին, եկեղեցու հոգևորականները որոշել են պատարակ կմատուցեն միայն նրա հեռանալուց հետո։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ մինչ Շվեյցարիայում հայկական համայնքը փորձում է կարգավորել ներքին տարաձայնությունները, Վերաքնիչ քրեական դատարանը մերժել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այսպիսով Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Բայց սա միակ դեպքը չէ, վերջին տարիներին Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան, հատկապես քաղաքական գործերի պարագայում կրկնապատկվել է։ Դատարանները հաճախ ընտրում են կալանքը որպես նախընտրելի միջոց, անգամ այն պարագայում, երբ օրենքը նախատեսում է այլ ընտրանքներ։ Ինչպես են դատարանները հիմնավորում իրենց որոշումները եւ ինչ ռիսկերի մասին է խոսում իրավապաշտպանները, Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Վերաքնիչ քրեական դատարանը մերժեց Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ դատարանը որոշեց Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ։ Սա մեկ գործ է, բայց արդյոք մեկ դեպք է։ «2018 թվականի համեմատ 2025-ին Հայաստանում կալանքի միջնորդությունների թիվը կրկնապատկվել է։ Չնայած օրենքով նախատեսված այլ ընտրանքներին, տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, կալանքը շարունակում է մնալ դատարանների նախընտրելի գործիքը։ Արշակ Սրբազանի գործով փաստաբան Արսեն Բաբայանը սա պատահականություն չի համարում։ Եթե սովորական կալանքների դեպքում, սովորական ասելով նկատի ունեմ սովորական գործերով կալանքների դեպքում մի քիչ հնարավոր է իրավաբանությունից խոսել, իրավունքներից խոսել, ապա քաղաքական կալանքների կամ քաղաքական հետապնդումների դեպքում իրավաբանությունը որևէ տեղ չունի։ Բաբայանի պնդմամբ կալանքը քաղաքական հետապնդումների դեպքում կիրառվում է որպես պատիժ, այլ ոչ թե որպես խափանման միջոց։ Մինչդեռ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, կալանքը պետք է լինի խափանման վերջին միջոցը։ Եթե կան այլ ընտրանքներ, դատարանը պարտավոր է դրանք քննարկել։ Փաստաբանները պնդում են, օրենքը մնում է թղթի վրա։ Վստահորեն կարող եմ ասել, որ այս չափորոշիչները խստորեն չեն պահպանվում դատարանների կողմից եւ մենք արդյունքում ունենք կալանքների կիրառման այնպիսի ցուցանիշներ, որոնք հակասում են մարդու իրավունքներին, մասնավորապես անձնական ազատության իրավունքին։ Քաղաքական գործերով կալանքի երկարաձգման դեպքում փաստաբան Արսեն Բաբայանի պնդմամբ հստակեցված չեն նաև պահանջները։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանում է կալանքի երկարաձգման դեպքում պարտադիր է փաստերով հիմնավորումը։ Հունվարի 9-ին Բաբայանը ներկա է եղել «Իմ նեմն իմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի դատական նիստին։ 2 ժամվա ընթացքում խոսեց դատախազը, խոսեց Մելիքյան Ռուբենը, խոսեցի ես, խոսեց Նարեկը Սամսոնյան, խոսեց 2 ժամ դատավորը չընդհատեց։ Ճար այսպես թույլ տվեց, մենք ամբողջությամբ ներկայացրեցինք մանրամասնությամբ։ Այդ ամեն ինչը երբ որ ավարտվեց, եթե եղել եք նիստին հետևել եք, հիմա կհիշեք, դատավորն ասաց հետևյալը. լսելով կողմերին, դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել։ Վերջ, չկա պատճառաբանություն հիմնավորում։ Դատարանները կալանքը կիրառելու դեպքում հիմնավորման մեջ պետք է հստակ սահմանեն այն ռիսկերը, որոնք առաջանում են այլ խափանման միջոց կիրառելու դեպքում, պնդում է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Անկամ երբ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է, դատարանները պետք է կարողանան փաստերի, ապացույցների հիման վրա հիմնավորել ռիսկեր։ Դատարանները իրականացնում են վերացական գնահատում։ Օրինակ ասում են մեծ է հանցանք կատարելու հավանականությունը, բայց հավանականությունը գնահատելու համար ինչ փաստական տվյալներ են առկա, որոնց վրա հիմնվում է դատարանը, դրանք պարզապես բացակայում են։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը տվյալներ է հրապարակել, ըստ որի այս տարի դատապարտյալների թիվը 24-ով ավելի է, քան կալանավորներինը, ինչը վերջին 5 տարիների ամենալավ ցուցանիշն է։ Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտվածների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով
ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Սակայն ընդհանուր կտրվածքով կալանքը որպես միջնորդություն կիրառելու դեպքերը շարունակում են աճել։ Երբ կալանքը օրենքով սահմանվում է որպես վերջին միջոց, բայց գործնականում դառնում է առաջին ընտրությունը, հարցը դուրս է գալիս մեկ գործի շրջանակներից։ Մասնագետների պնդմամբ կալանքը մեր երկրում քաղբանտարկյալների համար կիրառման այլ կանոններ ունի, եւ որքան հաճախ այն կիրառվում է առանց հստակ հիմնավորման, այնքան ավելի բարդ է դառնում պատասխանել մի պարզ հարցի. կալանքը խափանման միջոց է, թե դատավճռի փոխարինում։ Սեդակ Յուրեղյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիկինին կանչել են արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի հայտագիր Վլադիմիր Սալավյովի հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար։ Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ այն գնահատվել է Հայաստանի իշխանության դեմ այն թույլատրելի ոտնձգություն եւ թշնամական դրսեւորում։ Սալավյովը իր հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Այս հայտարարությունը խոր վրդովմունք է առաջացրել Երևանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։